1000 անգամ ասել եմ, ես էլ արցախցիներից քաղաքական միտքը 70%-ի ավել չեմ կիսում։ Բայց ես չեմ կարող այդ 70%-ին վատ բան ասեմ։ Այո, ով որ ինձ վատ բան ա գրում, դաժե փոքրիկ քֆուր, մերնել եմ քրֆում, հերնել եմ քրֆում, բայց ես չդարձա Ղարաբաղցին, ես այդ անհատին քրֆեցի։ Ժողովուրդ ջան, ով որ ցիֆրավոյ հեռախոս ունի, սենսորն հեռախոս ունի, հնարավորություն էլ ունի, եթե բացի, բայց բացողների մեջ կան խոսացողներ եւ կան հաչացողներ։ Կան խոսացողներ եւ կան բարբաջողներ։ Այսինքն դուք պետք է հասկանաք ով է բարբաջում, ով է բառաչում, ով է հաչում եւ ով է զրուցում ժողովրդի հետ։ Իմ Արցախի ժողովուրդը շատ են ինձ վիրավորել, այո շատ են, բայց անկեղծ ասած ես իրանց այդ նույնիսկ քաղաքական ավելի ուժեղացել ես Գևորգ ջան։ Ես իրանց հանդեպ ավելի եմ շատ սիրել, լուրջ եմ ասում, կարող է ծիծաղեք իմ վրա, բայց երբ որ ես բացահայտել եմ, որ այդ մարդիկ կարծրատիպեր ունեն եւ քաղաքականապես շատ բաներ չեն հասկանում, այսինքն ապրել են կատու կրասկատող Երևանցի, բան էս թեզերի տակ, ես առաջ ժղայնանում եմ, հետո սկսել եմ հասկանալ, որ դա ախր մարդու անմտությունից է, խելքից է գալիս եւ չի կարելի թե մարդ մի բանը լավ չի հասկանում, ատած։ Ես չէի ատել երբևիցե, բայց այո, ժղայնացած վիճակ եղել է ժողովրդի մեծամասնության հանդեպ։ Հետո սկսել եմ նույնիսկ արդեն գիտես սիրել եմ որպես կներեք նույնիսկ եթե տարիքով մեծել են ալնում ինձանից, որպես երեխա եմ սիրում, ինչպես իմ երեխուն, որ բաներ կա չեմ կարող ուղղեմ հասկացնեմ, 4 տարեկան է, այո, 4 տարեկանի խելք ունեցող Ղարաբաղի ժողովրդի մեջ 60 տարեկան, 50 տարեկան, 70 տարեկան մարդիկ էլ կան։ Բայց ես իրանց սիրում հարգում եմ մինչև այն վարքյան, եթե իրանք ինձ հայհոյանք չեն գրում, էլի, եթե հայհոյանք են գրում, գրողիցոցն եմ ուղարկում տարիքը, պասպորտը, բանը չեմ հարցնում։ Ոչ սեր, ոչ տարիք եւ այլն եւ այլն։ Հենց որտեղ որ դուք կոնտեքտում խոսքը ասում ես, քո մոտեցումը, քո կարծիքը եւ ամեն ինչը կիսում ես, այս թուլությունը դրանից է որ քեզ հայհոյանք են գրում։ Այ Գևորգ ջան, նորմալ մարդը երբեք իր բերանը չի կեղտոտի, որովհետև թույլ մարդն է հայոյում, միշտ ասել եմ։ Գևորգ ջան, դիմացս կանգնես ապերու, արտահայտես ասես այն, ինչ որ դու կարաս դրան պատասխան տալ։ Ես թե օդից, որ ես եկա քեզ վիրավորեցի, դրսևորումը արեցի, մթնոլորտը հենց իմենոյ, սա հոգեբանական հենց այս ամեն ինչն է, որը մարդուն ազդեցություն է տանում, էներգետիկ դաշտով խլում է։ Քո տրամադրությունը թե ինչ ձևով դու ուզում ես, իսկ լավը միշտ տրամադրություն տվողը լավատեսորում պետք է լինեն։ Երբ որ ես մտնում եմ միտեղ տենում եմ, որ ապել բացասական ձևով լիսկեր են տալիս, թեկուզ ասում են ճշմարտություն, որը որ ասենք այսօր բացասական է տրվում, ես դա չեմ ընդունում, թերթում ասում եմ, որովհետև այդ էներգետիկան ինձ ազդում է։ Հիմա քեզ սիրում են, հարգում են ինչի համար, որովհետև դու կարողանում ես ասես, մարդն է նստի ու լսի, ոչ թե քեզ համակարծիք գնա, թե ինչ ես ասում, այլ զգա, որ դու ինչ որ բան ասում ես, դա բխում է ազգից, դա բխում է այն կարգավիճակից, որտեղ որ մենք պետք է գիտակցենք, հասկանանք, ոչ թե գնամ մի հատ ռուսիվան ման գամ, Գևորի տարիքին, բայց Գևորը նստած ախպեր, ինչի՞ չէ որ Գևորի կողքը ես շրջապատեմ, իմ սերունդն է, իմ երիտասարդն է, որը որ գիտակցորեն գաղափարապես կարողանում է քարը դնելով գա, եւ ամենակարևորը դու տեսել ես այն, ինչ որ ոչ մեկ չեն տեսել, որտեղ դա ամենադաժան բանն է, դու ես կորցրել, կորցնողն է հասկանում արժեքի, արժե համակարգը, կողքից կապ չունի, բայց երբ որ մենք գալիս ենք ազգային արժեքների ու այսօր իցերը հանում ենք, մնում է տակը մի հատ հայ բառը, մի հատ եղբայրություն բառը, մի հատ ճիգարություն բառը, մեկը մյուսին սատար կանգնելու բառը, եւ մենք ինքներս գիտակցում ենք, հասկանում ենք, որ Իվանների եւ մնացածների հետ մենք կարանք հավասարի, ոնց որ միշտ ոչ թե այսօրվա դերությամբ փողին կուլ գնանք, իրանք փողով մեզ առնում են, ուրիշ ոչ մի բան։ Երբ որ մենք այդ փողից հրաժարվենք, փողը հանես, արդեն մնալու արժե համակարգը։ Բայց երբ որ փողով առնվում են, իր համար արդեն ինքը իր էական չի։ Արցախ աշխարհը կորի, Հայաստան աշխարհը կորի, թե որտեղ կնի ինքը ծախվող մարդը միշտ էլ պետք է ծախվի։ Բայց արժեքներ կան, որոնք անգին են։ Դե համար ես ասում եմ Արցախ աշխարհը ինձ համար հարց չի, Արցախ աշխարհի համար միշտ եղել է ու կա, դա ապրելակերպ է եւ դա հայրենիք է։ Ես լինելով ծնունդով երևանցի, արմատնելով լոռեցի, սաղ կյանքիս կեսը նվիրելու եմ Արցախ աշխարհին, քանի ես ապրում եմ։ Դե հիմա ինչպես է բնութագրվում Լևոն ջան, մենք այո բազմաթիվ տղաների կյանքեր զոհաբերեցինք Արցախ աշխարհի համար, այժմ ոչ կարանք զոհաբերենք
այս պահին էլ ոչ էլ զոհաբերում ենք, ոչ էլ կարող ենք ոչ մի առումով ներդրում ունենանք, ոչ մի առումով ազդեցություն ունենանք, ոչ էլ կարող ենք այդ հողի վրա քայլել։ Այժմ ի՞նչ է պետք անել, եթե այդքանը չկա։ Ես չեմ ուզում մենք էմոցիայով շարժվենք, ուզում եմ իրականապես շարժվենք։ Այսօր կա հայրենիքի մի էլի հատված, որը պետականություն ունի, ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից եւ առայժմ ոչ մեկը չի կարող ոտնձգություն անի մեր պետության սահմանների վրա, առնվազն լեգիտիմ հիմքեր չունենալով։ Այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ իմ քույր եղբայրներին Արցախից բռնի տեղանվածներ, որ սիրեն այնպես իրանց բնակավայրը, որտեղ հիմա վերաբնակվել են, ինչպես որ սիրել են իրանց ծննդավայրը։ Պարզա որ չես կարա դու այդքան կապված լինես թազա վերաբնակված քո հողում, քո տանը, ինչքան որ քո ծննդավայրը, որտեղ դու ծնվել մեծացել։ Ես դա հասկանում եմ, ինքս էլ ես ապրում եմ հիմա Արարատի մարզում, ես սիրում եմ եւ ուզում եմ օգտակար լինել ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, բարձր ոչ միայն Արարատի մարզին, բայց անկեղծ ասած ես սաղ գիշերները երազիս իմ գյուղում եմ լինում, նույնիսկ Ստեփանակերտն էլ չեմ լինում, հենց իմ ծննդավայրում, իմ գյուղում եմ լինում։ Սաղ երազներիս ընդ եմ քայլում, ու քնից ելնելուց էլ չեմ ուզում ելնեմ, ասում եմ, գոնե երազներիս մեջ մնամ թե, բայց սա ժողովուրդ ջան, սա էմոցիոնալ թեմա է, ես չեմ ուզում դուք երազների մեջ մնաք, ուզում եմ երազներից այո զարթնելուց հասկանաք ինչ է կատարվել մեր գլխին, սխալները մեր շտկենք, թույլ չտանք, որ նույն սխալներն էստեղ գործենք եւ ստե էլ ինչ որ արկածախնդրություն բերեք մեր երկրի գլխին։ Ընդ արկածախնդրություն ենք բերել, որովհետեւ իրանք համարժեք մարդիկ չէին, որ երկիր էին կառավարում։ Իրանք քաղաքականապես տկար էին, իրանց հետաքրքրությունը մեկը անաշան է եղել, նարկոտիկ, մեկը եղել է բիզնես, ընդհանրապես սորենի կուկուռուզի նռան այգիներ, բանսես գործերով զբաղվի, ու կառավարել են, ժողովուրդն էլ ասել է, դե որ փող ունի, ուրեմն խելացի է։ Չէ, խելացի չի, կա պետական բյուջե, որ մի հատ շոբանի ձեռն էլ դնես, ինքը չի քրտնել դրա համար, կարա դնի շրջանառության մեջ շոբանը դառնա արդեն ֆերմեր։ Կոպիտ ասած, մենք մեր բախտից, մեր խելքից կորցրեցինք մեր ծննդավայրը, բայց պետք է եւ աշխատենք, որպեսզի այսօրվա բնակավայրը, որտեղ ապրում ենք, չարժանացնենք այն նույն ճակատագրին։ Չեմ ուզում անցյալով խոսանք Արցախի մասին, Արցախը որտեղ մեր սրտերում է, բայց ֆիզիկապես մենք կտրված ենք այսօր Արցախ աշխարհից, այն երազանքով պետք է ապրենք, որ մի օր հետ կգնանք, Արցախը հետ կբերենք մայր Հայաստանի գիրք, բայց մինչև հետ բերելը պետք չէ, էլի ժողովրդին անընդհատ դրա մասին թմկահարել, վերքին աղլցնել, որովհետև դա վերք է։ Արցախը մեր համար հիմա ոնց որ չսպիացած վերք է, աղլցնելը ճիշտ չի։ Ես չեմ իմ տեսանյութերի մեջ ժողովուրդ ջան, եթե նկատել եք, ես այտենց էմոցիա չեմ ստեղծում, ես եթերա զրուցում ենք, ասեցի, որ ես էլ եմ նույն ցավը զգում, նույն ապրումները ունենում, բայց տեսանյութերի մեջ չեմ ուզում ապրումներս փոխանցեմ ժողովրդին։ 40 հոգով նստած ենք զրուցում ենք, ոչինչ, ապրումներս թող 40 հոգի լսի, բայց ոչ տասնյակ հազարավոր կամ 100,000-ով մարդիկ, թե ինչպես է Գևորգի երազների մեջ քրտնած հելնում իր ծննդավայրը մայլնում, հելնում է տխուր, հելնում է կարոտով, ցերեկը իր համար գիշերը արդեն, ու սենց հելի կյանքս իմն էլ է փոխվել, ես էլ եմ կտրվել իմ արմատներից ու ես էլ եմ ինձ տկար զգում, բայց հուսադրում եմ մի բան, որ գտնում եմ էլի իմ հայրենիքում, այո ոչ ծննդավայրում, բայց իմ հայրենիքում։ Ու շնորհով բոլորիս համբերություն, Աստված թող եթե մեզ կխղճա, կների մեզ մեր արածների համար, թող վերադարձնի մեր տները։ Եթե ինձ վերադարձնի Աստված իմ ծննդավայրը, Արցախս միացնի Հայաստանից, ես իմ այս փայտից տունը, ես խոսք եմ տալիս մի հատ բազմազավակ ընտանիքի, աղքատ ընտանիքի կարիքավոր։ Այս տունը ոչ թե ծախելու եմ, այլ նվիրելու եմ։ Ինչպես մարդիկ չխնայեցին, ինձ օգնեցին իմ տունը ավարտին հասցնեմ, գումարներ ուղարկեցին, այդ մարդիկ հո չեն պարտքով տվել ինձ փող, նվիրաբերել են։ Նույնը ես կնվիրաբերեմ բազմազավակ ընտանիքի եւ իմ ընկերները Facebook-յան, TikTok-յան, որ ինձ օգնել են, ինձ ավելի շատ կհարգեն, կսիրեն, կզգան, որ իրաց աջակցությունը միայն ինձ չէր, այլ մի ամբողջ բազմազավակ ընտանիքի։ Աստված տա, ես այդ հաջողությունը ունենամ, գնամ Արցախ, այս տունը նվիրաբերեմ մի շատ լավ բազմազավակ ընտանիքի, որ իրանք էլ ապրեն մեր հայրենիքը, մենք էլ գնանք մեր հայրենիքի մյուս հատվածում ապրենք, որը իմ ծննդավայրն է։ Դե ինչ ասեմ ժողովուրդ, բայց դե այս երազանքներ էր ասում էլի, իրականությունը այլ է։ Եղանակն էլ թարսիպես այսօր իրականության հետ շարժվում է, այս անձրև է գալիս, բանա, երկինքը անպամացա, տոշտի իմ տրամադրությունը դարձավ։ Կիսում ենք, Հակոբ, ինչ է։ Հենց հուսադրելու է, Գևորգ ջան, ամեն դեպքում շատ ճիշտ ես ասում, շատ ճիշտ ես մտածում եւ ավելացում, եթե կարելի է,
ժամանակին Արցախի ժամանակահատվածը 94 թվականից այսքան այդ նույն Ղարաբաղցին ստեղ արդեն ապրում էր այնպես ոնց որ հիմա ապրում է այսօր Գևորգս այսինքն հայրենիք ես դու համարում բայց իրանք ընդ հայրենիքը թող եկել են իսկ այսօր այդ Ղարաբաղցիների մասին է որ խոսվում է իմ ժողովուրդը իմ Արցախ աշխարհը այսօր Գևորգս է այսօր են մնացածներն են իմ ընկերներն են որոնք որ ես գնացել եմ այնտեղ Ստեփանակերտ երբեք ես իրանց Ղարաբաղցի չեմ տեսել միտքս հասկանում ես ինչքան նուրբ է ինչքան հետաքրքիր է ինչքան լավն է որ ես ասում եմ այն ժամանակ որ իրանք գալիս են Երևանի կենտրոնում տուն էին առնում որը որ նայում ես այնտեղ ու բան ու բոլորը համատարած էլիտան սենց կարելի ասել սովորական են Արցախի սենց սովորական են հողու ջրի մարդը չէ Խոպան գնացող Ռուսաստան գնացող հատվածը չէ այն հողու ջրի որ դու այսօր կարոտով ասում ես իմ տունը իմ գյուղը եւ այլն Ինչ տարբերություն այսօր եկել են իմ այսօրվա Արցախի այն ժողովրդին որոնք այսօր գտնվում են իրանց հայրենիքում որտեղ էլ եմ ասում դա հարց չի դա հայրենիքը մասնիկ է դա իմ հայրենակիցներն են որոնց ես շատ սիրում եմ շատ հարգում եմ որտեղ իրանց մեջ շատ ընկերներ ունեմ շատ հարազատներ ունեմ որոնց հետ ես իմ երիտասարդ ամենալավ տարիները կիսել եմ այդ գաղափարի այդ կյանքի այդ ամբողջության ես ինձ շատ լավ եմ որ էլի այստեղ կարողանում ենք միասնական ձևով մեկս մյուսին էլի սատար կանում ենք որովհետև ռուսը չի եկել այսօր իմ հայրն է այնտեղից եկել իմ արցախցին է այնտեղից եկել օտար ազգ չի եկել որ ես նրա հետ մտածեմ մեր ճանապարհները կարող ենք իրար հետ գնանք ուզբեկ չի ռուս չի եւ մնացած իսկ իմ հողը ջրի մասնիկն է եկել այսօր ստեղ բայց Էլի ստեղել են ես մարդիկ չեն կարողանում գիտակցեն, որ մեր միասնության գաղափարը սա ուշտ է շուտ նորից, որովհետև այդ տարածքները որտեղ որ մենք թողել ենք, մենք գիտակցում ենք, որ սա խաբեության արդյունք էր ուրիշ ոչ մի բան։ Սա 30 տարվա խաբեության արդյունքն էր։ Ոչ թե այսօրվա դրությամբ այն հարցը, որը մեր սերունդը պատասխան տվեց, այսօր Գևորգս պատասխան տվեց։ 94 թվի Գևորգները Իսատ թողին, բայց այսօր Գևորգս իր կյանքով պատասխան տվեց ու այսօր սիրում է Հայաստանը այնպես ոնց որ Արցախ աշխարհը։ Ամբողջություն են սրանում։ Դրա համար մենք պետք է նեգատիվը հանենք, նեգատիվից հանելու հետ մեկտեղ քաղաքականության մեջ ամեն մեկը չի որ պետք է խոսա, ասի, իսկ հնարավորությունը որ տրված է, դա չի տրված որ ով պետք է ստրիմ անի ու բացատրի։ Այս հնարավորությունը տված է որպեսզի խելացի մարդը երբ որ խոսում է միայն խոսալու չէ, նաև այդ խոսքի գործի անցնելու մարդկանց հնարավորություն տալն է։ Հանոր առիթ է հանդիսանում, քո հարթակից ես երկու բառ խոսամ, կիսվեմ, շնորհակալ եմ քեզանից նախ, եկել քո բոլոր այն լսարանի մարդկանց ընդամենը մի բան կասեմ, ես ձեր ցավը տանեմ։ Մենք ինքներս պետք է գիտակցենք, սա մեր երկիրն է, սա մեր հայրենիքն է, եկողները գալու են գնան, մենք անձին չենք ընտրում։ Մենք մեր պետության, պետականության մասնիկը պետք է լինենք, ոչ թե անձին, որտեղ այդ անձը կա եկող գնացողը, անձին սիրել, մազը սիրել, ոտը սիրել, գլուխը սիրել, դրանք ժամանակավոր է։ Բնույթ են, որոնք գալիս են, իրանք իրաց իշխանության կրելուց հետո դառնում են սովորական։ Փողոցում ոնց որ անցնելուց մետրոյում, չգիտեմ, որտեղ կարող ես իրան հաճախակի տեսնել։ Այսինքն իր կառավարման ժամանակահատվածը այսօր պետք չի կուրք սարքել, որովհետև իմ կուրքը իմ հայրենիքն է, իմ կուրքը իմ դրոշն է, իմ կուրքը իմ եղապելուրն է, իմ կուրքը Արցախ աշխարհի այն հատվածն է, որին մենք ունենք անելու, ունենք պատասխան տալու, որովհետև մենք այս ձևով չենք ծրագրել, որ այս ձևով կարելի էր հանձնել։ Թե չէ խիկ եկան, հարցեր են տալիս, չէ, կռվեիք, դի կռիվ չէր, դի դավաճանություն էր։ Գրեթե զինաթափել։ Աջակցություն Լևոն ջան ապրես համ։ Ասովեղի ցավը տանեմ։ Լավն ու բարին բոլորի զատիկներն էլ շնորհավոր լինի։ Քոնն էլ ախպեր, աջակցություն։ Ժողովուրդ ջան, ես էլ եմ եթերը ուզում եմ կամաց փակել։ Հուսով եմ իմ Արցախի ժողովուրդը կիսում են իմ միտքը, մեծամասն գոնե թող կիսեն, ընդունեմ որ մենք էլի գտնվում ենք մեր հայրենիքում, բացակայելով մեր ծննդավայրից եւ պետքա
ոչ թե սերը չեմ պարտադրում։ Ես կուզենայի ուղղակի դուք սիրեք Հայաստանը, ինչպես որ ես եմ սիրել միշտ։ Ես միշտ էլ մինչև 18 տարեկանը բանակ գնալս էլ ես մի բանով ուրախացել եմ բանակ գնալուց, բացի նրանից որ զգացել եմ որ ես պիտանի ազնվորություն եմ, արդեն պետությունը ինձ ուշադրություն ա դարձնում 18 տարեկանին անձնագիր ա տվել, վայնի բիլետ ա տալու, Կարենալու եմ հայրենիքից ծառայեմ, դրանով ոչմ էլի այդ զգացումը բոլոր տղաները ապրել են, եթե իմ տարիքի են հիշում են, չեն հիշում չգիտեմ, ես լավ էլ հիշում եմ այդ զգացմունքները իմ մոտ, պատասխանատվություն, արդեն պարտականություն, նախ շանսերը հետո բացում դու վայնի բիլետ ունես, կարաս մտնես պետական համակարգ, իր բան անես, աշխատես, սենց երազանքներով բան, բայց մի հատ կարևոր բան եմ ես ուրախացել, որ գնալվեմ, որտեվ իմ գյուղից բացի ուրիշ տեղերից մարդիկ չկային, չէ՞, այսինքն մեծ էլ քաղաք չէր, որ ասենք տարբեր շրջաններից գյուղերից Հայաստանի մարդիկ էին ապրում, Ստեփանակերտը օրինակ տենց էր։ Ու ասում էի ինչ լավ հնարավորություն ա նաև ես իմ եղբայրների հետ տարբեր քաղաք գյուղերից, մարզերից Հայաստանի ծանոթանամ, շփվեմ, սենց ու իսկապես նույնիսկ Ղարաբաղցի հետ Ղարաբաղ կհաստատեմ, երբ որ իրանց հետ էլ խոսալուց sense գրական էի խոսում, արա ասում դե լավ լի մեր լուզվավը խոսում, բոլա հերիք էլի, արա ասում ժողովուրդ ասում, պետք է մունք լավ տիրապետին գրական լեզվին, պետք է մունք սևերինք մեր հայ, ասա մեն էլի գրական հայերենն, նա բառս կարել չենք մոռանանք, մունք մեր բառ ոնց մոռանանք, բայց պարտավերինք սևերինք, որտեվ իսկապես մինչև 18 տարեկանը տղերքը Արցախի շատ նախ ուժեղ акցենտով են խոսում, երկրորդն էլ Եվ լավ չէին խոսում, եթե չեն գնացել այդպես բանասիրական բան հատուկ լեզվի գրականության կուրսերի։ Սովորական, այսպես ասած, հասարակ Արցախցին բարձր ոչ բոլորն են լավ տիրապետում գրական հայերեն։ Ինչու՞ չէ, ճիշտ է, ես դպրոցում նորմալ սովորել եմ միջին, բայց խոսելը չես կարող, հա, գրականության դասը, պատմության դասը պատմել ենք գրական, խոսացել ենք գրականության ժամին գրական, պատմության ժամին գրական, դա դաս պատմելը գրական էր, բայց առօրյա շփումը ուրիշ է։ Դրա համար միշտ որ առօրյա շփման ժամանակ 5 Ղարաբաղցի օրինակ հավաքված զրուցում ենք, սկսում եմ գրական շշպարի տանել, հա, դե լավ լի բոլայրի ասում, այն Ղարաբաղցի ենք ասում, ուրիշ մարդ չկա լի, ոնց մեր լուզը խոսի, ոնց բենալի հասկանում են, ասում չէ դի պիտի խոսենք, դի շատ դեպքեր ա տենց եղել։ Այնպես որ իսկապես սիրել եմ, միշտ եմ սիրել, ոչ թե եկել եմ Հայաստան ապրել, ասեմ, վայ մամա ջան, էս ինչ լավ տեղ ա, չէ, որ ուզում եք ճիշտ իմանալ, ստե օրինակ կյանքը իմ համար դժվար ա հələ, դա երևի նաև այդ հետևանքն ա հետ քնա ծննդավայր կորցնելու, բացի դրանից դե պարզ չի ամեն մարդ իր գյուղում ավելի լավ ազգում, որ ասում շունը իր հայաթում ավելի բարձր ա կարում հաչա, քան թե ուրիշի հայաթում։ Հիմա ես պարզ չիմ ծննդավայրում ավելի բարձր կարայի խոսայի, ավելի ինձ ազատ կզգայի իմ ծննդավայրի բնակչության հետ էլ, քան թե կողքի գյուղի նույնիսկ։ Պատկերացրեք այդ աշխան տարբերություն։ Բա հիմա մեկ вообще 400-500 կիլոմետր հեռավորության մեկ այլ գյուղում վերաբնակված բան։ Էլի մխթարանք հա որ իմ հայրենիքում եմ, բայց դե լրիվ չի կարում էլի ցավը ամոքի ծննդավայրի։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, այսքանը լավ մնացեք, էֆիրը փակեմ 15 րոպեից ավելի ժամն ա, որտեղ եմ հանգիստ հացում եմ։ Լավ մնացեք, Աստված բոլորիս հետ, բոլորիդ գալիք զատիկներ, վաղը զատիկա, շնորհավոր։